Աստծո կողմից արարված յուրաքանչյուր անհատ, որ ապրում է այս մեծ աշխարհի մի փոքրիկ անկյունում, եթե փորձի իր կյանքի ընթացքում տարածել սեր, լույս եւ ջերմություն, ապա մարդկությունը քայլ առ քայլ կմոտենա կատարելության։ Դե ինչ, դուք դիտում եք, ես հաջողակ եմ հաղորդաշարը։ Սիրելիներս զուր չէր մեջբերումը, թե որքան կարևոր է սիրո, լույսի եւ ջերմության տարածումը, քանի որ իմ այսօրվա հյուրն է Արարատ քաղաքում գործող Լապտերիկ մանկան կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Ռուբինա Դավթյանը, ում ասում եմ ողջույն սիրելիս։ Ողջույն։ Վստահ եմ, որ լավ եք։ Շնորհակալ եմ, շատ լավ, շնորհակալ եմ հրավերքի համար, Թամարա ջան։ Մենք ենք շնորհակալ, որ ձեզ բազմազբաղ օրերի մեջ, աշխատանքի մեջ ժամանակ գտաք գալու եւ պատմելու ինչպես ստեղծվեց եւ ուր հասավ Լապտերիկը, որտեղ է այսօր։ Բայց մինչ այդ եկեք օգնենք մեր դիտողին հասկանալու ինչու լույս, սեր եւ ջերմություն, ինչու մեջ բերեցի այդ խոսքերը ես։ Շատ լավ։ Դա ինչպես ներկայացրեցիք արդեն Ռուբինան եմ, ծննդով արարացի, 2019 թվականին Լապտերիկը իր ծնունդը առավ Արարատում, ավելի շուտ Ավշարում էր այն ժամանակ, շատ երկար մտածեցի, թե ինչ կարելի է անվանակոչել, ինչ անուն տալ մեր կրթօջախին և կանգնեցի Լապտերիկի անվան վրա, Լապտերիկ, որովհետև այդպես կարողանում ես ճիշտ լուսավորել, ճիշտ ընթացք տալ երեխայի կյանքին, երեխայի զարգացմանը, երեխայի դաստիարակությանը, իսկ ամենակարևոր ուղին լուսավորելու համար մեզ Լապտերիկ էր պետք, ջերմություն և որ ամենակարևորն է սեր։ Շատ սեր։ Այո։ Հրաշալի էր այդ կարգախոսը եւ ընդհանրապես անվանումը շատ այսպես սազական էր, իրար լրացնող էր եւ կարծես թե Լապտերիկը իսկապես կարողացավ իր առաքելությունը կատարել, սիրո, լույսի եւ ջերմության տարածումը կարծես թե ստացված է, այո։ Այո, արդեն 6 տարի, այս տարի կլինի 6-րդ տարին։ Ուզում եմ հասկանալ, այո, ծննդով արարացի, բայց մասնագիտությամբ էլի կրթության ոլորտից, մի փոքր պատմեք ձեր մասնագիտության մասին, հետո հասկանանք ինչու հենց Երևանը թողած եկանք հասանք Արարատ։ Այո, մասնագիտությամբ մաթեմատիկ եմ, մաթեմատիկ ինֆորմատիկա, այսպես ասեմ, աշխատում էի դպրոցում երկար տարիներ և միջին դպրոցում և ավագ դպրոցում, այդ ժամանակ այդ տարին, որ ես արդեն որոշեցի, որ պետք է բացեմ իմ կրթօջախը, աշխատում էի նաև զուգահեռ երկու դպրոցում, մասնավոր Global Bridge կրթահամալիրում և Շևչենկոյի անվան ավագ դպրոցում։ Այդ ժամանակ այդ միտքը ծագեց, բայց երբ ես մտածում էի այդ մասին, առաջին հենց այդ միտքս, որ եկավ, անպայման բացել իմ ծննդավայրում։ Եվ սկսվեց այդ աշխատանքներ, այդ կողքից խոսակցությունները, որ մի արա, ավելի լավ է Երևանում բացել, որովհետև փորձեցին ինչ-որ միտեղ արհեստականորեն այդ վախերը ներշնչել, որ ամեն դեպքում չի հաջողվի, բայց չգիտեմ, երևի Աստծով ես գնացի առաջ, ես մտածում էի, հավատում էի ինքս ինձ, իսկ գործի մեջ ցանկացած գործի մեջ ամենաառաջին հերթին, եթե դու ինքդ քեզ ես հավատում, ապա նաև կարող ես հավատ ներշնչել նաև դիմացինին։ Եվ այդպես էլ եղավ, սկսեցի իմ առաջին քայլերը։ Առաջին քայլերը Երևանից եկանք հասանք, այո, Ավշար, բայց իրականում միտքը Արարատի այսպես համայնքով, հա։ Այո, քանի որ մի փոքր շենքային պայմանների խնդիր կար, այնպես ստացվեց, որ Ավշարում եղավ, բայց էլի ես այդպես իմ համար խնդիր չէր, այսինքն կարևորը ունենալ մի այդպիսի անկյուն, Արարատ քաղաքում կլիներ Ավշարում, թե Արարատ գյուղում, դա ընդհանրապես էական չէ։ Ես կարծում եմ, եթե ես ծնողին ունեմ ճիշտ կրթություն մատուցելու, եթե ծնողը ինքը հասկանա, իր համար խնդիր չի լինի այդ տարածաշրջանը, հա, այսինքն հեռավորությունը երբեք այդպես էլ եղավ։ Այդպես էլ եղավ եւ մեր կենտրոն հաճախում է
Արարատ քաղաքից կարելի ասել այդքան չեն, ինչքան որ հրակից գյուղերից են եւ ունենք նաեւ Երևանից։ Ահա, հրաշալի է։ Ինքս ականատես եմ եղել եւ գիտեմ, թե ինչ դժվարությունների ու փորձությունների միջով անցավ Լավդերիկը, բայց կուզեմ պատմել նաեւ մեզ դիտողները լսեն հասկանան ինչու, որտեվ մենք նպատակ ունենք մոտիվացնելու մարդկանց հասկանալու, որ հեչ էլ դժվար չէ փոքրիկ Արարատում թեկուզ դնել մի նոր բան, վերցնել նախաձեռնություն, նպատակ ու հետևից վազել։ Բայց մի փոքր էստեղ ասեցիք, որ սկզբում վախացնում էին, փորձում էին վախացնել, ինչը չստացվեց, էլ ինչ խնդիրների բախվեցինք ի սկզբանե, երբ փորձում էին կամ արդեն իսկ հիմնադրված էր Լավդերիկը։ Գիտեք, ցանկացած բիզնես, հա, ցանկացած գործ, երբ որ սկսում ես, առաջին հերթին համբերություն է պետք եւ շատ աշխատասիրություն։ Բնականաբար այդ ընթացքը, որի ժամանակը ծրագիր, մասնագիտական կրթությամբ անձնակազմ եւ այլն դժվար էր, իսկապես շատ դժվար էր, բայց ես նաեւ կուզեմ մի բան նշել անպայման, որ քանի որ ես ավագ դպրոցի, հա, սաների հետ էի աշխատում եւ կրթությամբ էլ չունեի նախադպրոցական կրթության որակավորում բնականաբար, ես բավական երկար ժամանակ ուսումնասիրել եմ մանկան հոգեբանությունը 0-ից 6 տարեկան։ Այսինքն իմ համար շատ կարեւոր էր, որ ես մինչեւ այդ գործը սկսելը ես ուսումնասիրեի երեխային։ Ես պետք է աշխատեմ մարդուկի հետ, ում ես պետք է հասկանամ։ Դրա համար երկար ժամանակ տևեց նաև հենց այդ պահը։ Այսինքն ինքնակրթությունը եւ որևէ մասնագիտական այլ ոլորտում նաև հմտանալը կարևոր էր եւ դժվարություններ նշանակ։ Ինքնակրթությունը դա այնպիսի բան է, որ անընդհատ, մինչեւ օրս այդ ինքնակրթությունը շարունակական, հա, գործընթաց է։ Իսկ այո, դժվարությունների մասին իսկապես այդպես էր, քանի որ իսկապես հավատացնում էին հենց տեղի բնակիչները, որ հաստատ չեմ հաջողելու, այսինքն այստեղ դժվար կլինի, բայց գիտեք, ես մտածում եմ, որ այդպես չի լինելու եւ իսկապես կլինեն ծնողներ, ովքեր կհավատան, որ այստեղ իսկապես ճիշտ կրթություն եւ ճիշտ մատուցում է լինելու եւ ճիշտ դաստիարակություն է լինելու։ Ինքս աշխատասեր եմ շատ եւ աշխատասիրությունն ու համբերությունը, համբերատարությունը իմ ամենաառաջին, այսպես համալիր մենք միասին գնացինք։ Իսկ դժվարությունները բնականաբար առաջին հերթին ասեմ, որ 20 թվականին արդեն մենք ունեցանք COVID-ը, պատերազմը եւ այլն, այդ տարիներին բացված շատ ընկերներ ունեմ, ովքեր այդ տարիներին բացեցին մանկապարտեզ, փակվեցին, հա, այդպես շատերը կային, բայց ես ինձ փորձեցի պահել։ Փաստորեն եկան նաև այսպես աշխարհի գլոբալ մասշտաբով մեծ փոթորիկներ, բայց Լավդերիկը դեռ կանգնում մնացինք կանգուն, այո, մենք մնացինք հաստատակամ լապտերը ձեռքներիս։ Հրաշալի է։ Եվ երբեք այդ լույսը չթողեցինք, որ մարի, իրականում Փառք Աստծո ունեցել եմ միշտ հրաշալի թիմ, անձնակազմս, բոլոր ժամանակաշրջաններում անձնակազմս, աղջիկներս եղել են մեկը մեկից լավը։ Իմ աղջիկներին եմ շնորհակալ, որովհետև իրականում մի մեծ թիմ, մի մեծ բանակ էինք դարձել, մեծ, բայց եւ փոքր, բայց բոլորիս միտքը եւ նպատակը մեկն էր։ Դրա համար, երբ որ մեր եսը դառնում է մենք, արդեն ստացվում է հաջողությունը։ Այո, Ռուբինե ջան, անձամբ ճանաչելով ձեզ, ձեր աշխատելավոճը, ինչպես է կարողանում մարդկանց մոտիվացնել եւ բերել ձեր ընդհանուր նպատակին հասցնել։ Ուզում եմ հասկանալ միայն առաջնորդության այդ ջիղն է եւ որակն է, որ կարողանում եք տարբեր մարդկանց բերել ու ձեր նպատակը դնել նաեւ իրենց մեջ, դարձնել նաեւ իրենցը, թե այլ ինչ-որ բան կա, որով կարողանում եք վառել ձեր նպատակով այլոց։ Գիտեք, նախ կուզեմ անպայման շեշտել, որ մենք արդեն 1 տարի է ինչ լիցենզավորված մանկապարտեզ ենք, անպայման նշեմ, քանի որ լիցենզավորված արդեն հասկանում ես, որ այդտեղ կան նորմատիվներ, որոնք որ չափորոշիչներ, որոնք որ մենք անպայման համապատասխանում ենք եւ մասնագիտական կրթությամբ դաստիարակների եւ մնացած այլ շենքային ծրագիրը բնականաբար հանրակրթական համալիր ծրագիրն է,
Բայց այդտեղ այո ճիշտ եք ասում, կա ինչ-որ մի բան, դա էլ արդեն իմ այն բոլոր էտապներն էին, հա, որոնց որ ես մասնակցել եմ, որոնց մեջ որ ես էփվել եմ, այսպես ասած, եւ դարձրել եմ իմը, այդտեղ կլինի թե մեթոդ, թե մոտեցում, թե ինչ, եւ դարձրեցի արդեն դա լապտերի ձեռագիրը։ Եվ բնականաբար արդեն այդպես շարունակական այդ ձեռագրով սկսեցինք աշխատել։ Բնականաբար կա ինչ-որ մի հատ իզյումին կա, հա, դա լապտերիկինն է։ Լապտերիկինն է, որը ձեզանից է գալիս միայն։ Գուցե։ Համեստաբար ուղղակի գուցե։ Շատ լավ է։ Այն, որ լիցենզավորված մանկապարտեզ է, ինքը արդեն իսկ ինչ-որ այսպես լրջանալու տեղ է, հա, կարծես թե տալիս։ Պարտանալու այո։ Այո, ես գիտեմ, որ դժվար է անցնել այդ լիցենզավորման ուղին, բայց դու կարողացաք, հաղթահարեցիք եւ լապտերիկա լիցենզավորված մասնավոր մանկապարտեզ լինելով, արդյոք սա օգնեց ավելի շատ սաների ներգրավելու, ծնողների մեջ ավելի այսպես վստահություն առաջացավ, ինչ տեղի ունեցավ լիցենզավորումից հետո։ Անկեղծ կլինեմ Թամարա ջան, ես այդպես կտրուկ ինչ-որ բան չնկատեցի, անկեղծ եմ, որովհետև իսկապես չեմ նկատել ինչ-որ այդպիսի տարբերություն, որ իմ ծնողի համար լիցենզավորված կամ չլիցենզավորված ինչ-որ sense զգալի նշանակություն էր իր համար։ Երբեք չեմ լսել իրենցից այդպիսի ինչ-որ բնականաբար ուրախացնող էր իրենց համար, հա, ցանկացած հաջողություն, ցանկացած նման ձեռքբերում բոլորին է ուրախացնում, բայց որ ասեմ, ինչ որ այսպես յուրահատուկ ձևով ինչ որ փոփոխություն ես նկատեցի, չէ։ Սա խոսում է նրա մասին, որ այն ինչ որ արվել է, արվում է եւ դա որևէ այսպես փոփոխություն չբերեց այդ աշխատելավոճի մեջ, հա, մեթոդների եւ հնարների մեջ։ Մենք անպայման ամեն օր փորձում ենք այդ մեթոդները նորից թարմացնել, այսինքն առաջին հերթին, երբ որ ես աշխատանքը սկսում էի, հա, լապտերիկի այդ ուղին, ամենաառաջին հերթին պետք է հասկանալ, որտեղ ես դու եւ նպատակդ որն է, որտեղ ես գնում։ Եվ անպայման այդ նպատակի հետ թիմով պետքա գնաս։ Իրականում այդ ընթացքը, այդ որ տարիները նայում ենք, ամեն տարի, ամեն օր ես նույնիսկ կարող եմ ասել, բավականին թարմացված, բավականին հետաքրքիր, բավականին նույնիսկ նման չեն։ Այսինքն անընդհատ դու փորձում ես յուրովի եւ գեղեցիկ երեխայի լեզվով ճիշտ ձևով ինչ որ մոտեցես։ Ես կարող եմ ասել, այո, 19 թիվ եւ 2025 թվական բավականին աճ, իսկ դա արդեն հատկապես երբ սերունդը ավելի արագ է զարգանում, այո, եւ ժամանակների հետ դու պետք է փաստորեն իսկապես շատ արագ է ընթացքը գնում եւ պետք է հասցնես, հա։ Պետք է ինքներս փորձենք հասցնել։ Մենք երկուսով լինելով կարծես թե նույն ոլորտի ներկայացուցիչ, մի պարզ գիտակցում ունենք որպես մանկավարժ։ Այսօր կրթվում է մի սերունդ, որին ուզում եմ տեսնել 15-20-25 տարի հետո։ Այ ինչպիսի քաղաքացի է այսօր կերտում, դաստիարակում եւ զարգացնում լապտերիկ մանկան կենտրոնը։ Ամենակարևոր պահը, որ ես կուզեմ մեր ծնողներին ասել, որ կրթության առաջին օղակը հասկանան, որ դա մանկապարտեզն է եւ ոչ թե դպրոցը։ Ծնողների մոտ շատ հաճախ ասում են, դե լավ, մանկապարտեզ այդքան էլ կարևոր չի եւ համարում են որպես առաջին կրթության օղակ դպրոցը, բայց չեն հասկանում, որ դա հիմքն է։ Դա ամենակարևոր տարիներն են, հա, 0-ից 3 մանավանդ ամենակարևորն են, բնականաբար 0-ից 3 մանկապարտեզը 2-ից սկսած կարող ենք արդեն մանկապարտեզի մասին խոսել, բայց ամենակարևոր տարիներն են եւ հենց մեր կարգախոսի մեջ նաեւ մենք մեր առաքելության մեջ մենք ունենք այսպիսի բան, երեխաները լինեն բացահայտող, ամենակարևոր բան աշխարհը բացահայտող եւ եթե իրականում մեր էջն էլ եթե հետևեք ամեն ինչ ամեն մի պարապմունք երեխան բացահայտելով է հասնում, այսինքն յուրացնում թեման, մեր երեխաները պետք է լինեն հենց դեռ փոքրուց բացահայտողներ, շոշափելի պետք է լինի կրթությունը։
Բացահայտող սանը այսօրվա կդառնա հետո ինչպեսի քաղաքացի մեր հանրապետության եւ ընդհանրապես այս աշխարհի համար։ Դե ես կարծում եմ արդեն արժանի զավակ, մի քիչ այդ բառերը շատ այնց բան է հնչում, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ երեխաները գիտեք պրակտիկ կրթությունը քիչ sense ասած երեխաների մոտ որ ասում ենք տեսած երեխա, այսինքն երեխան ինքը արդեն հասկանում է եւ ավակ տարիներին արդեն երեխան ինքը կարողանում է գիտակցել, ինքը դառնում է ճիշտ հայրենասեր, այսինքն այդ հայրենասիրությունը, հոգեվոր դաստիարակությունը եւ մնացած շատ այլ բաների մասին կարող ենք խոսել, ինքը հասկանում է, ինքը խորությամբ է դա հասկանում եւ ինքը դառնում է դրանցից մեկը։ Գրողը, այո, եւ ոչ թե գալիս է ու որտեվ չեն դառնում հայրենասեր։ Դա հենց գալիս է փոքրուց, իսկ այդ հայրենասիրության մեջ դա այն թեման է, որ ես շատ եմ դրա մասին խոսում, որն է ավելի ճիշտ կրթությունը այդ ուղղությամբ, երբ որ երեխաներին խոսում ենք հայրենասիրությունից, առաջին հերթին պետք է երեխային դեռ փողոցից սկսած այդպես դաստիարակել եւ մեծացնել, նա հասկանա թե որն է հայրենիքը, ինչպես պետք է սիրել հայրենիքը։ Երկու լուրջ շեշտադրում կարծես թե ես ինքս հասկացա, որ երեխան լինի կարծես թե փոքրիկ գյուտարարը։ Ինքը ստեղծի, ինքը բացահայտի, ինքը գործնականում հասկանա իրեն ինչը պետք է, այսպես ասած, եւ լինի շատ հայրենասեր։ Այս երկու շեշտադրումը շատ ակնհայտ էր եւ ես զգացի։ Այսինքն մենք փորձում ենք լապտերիկում մեծացնել մի սերունդ, ով հետո հայրենիքը կշենացնի իր բացահայտումներով, իր նոր գյուտերով։ Գիտեք, երեխային նման կրթության մոդելը տանում է դեպի կոմպետենտություն։ Ահա։ Այսինքն, երբ որ երեխան ինքը հասկանում է այս թեման յուրացված, այն մյուս թեման յուրացված, մյուսը, դրանք անընդհատ տարվող դաստիարակչական աշխատանքներ են, դրանք անընդհատ գործընթաց է, հա, եւ երեխան արդեն այդ տարիքում այո կոմպետենտ է դառնում։ Ի վերջո, հենց այդ սանը, այդ երեխան, ով կդառնա ապագա քաղաքացին, կունենա իր դիրքորոշումը։ Միանշանակ։ Գոնե ինքն իր մոտեցումը եւ իր կարծիքը, սեփական կարծիքը կունենա եւ այդ դեպքում կարծում եմ հասարակության մեջ բավականին լուրջ խնդիրներ կնստեն, եթե յուրաքանչյուր անհատ ունենա իր սկզբունքներն ու իր կարծիքը, իր դիրքորոշումը։ Հրաշալի է։ Ես գիտեմ, ես հիանում եմ լապտերիկի աշխատանքով, բայց կուզեմ նաև շեշտել ինչ որ առանձնահատուկ մի բան, որ ծնողը ընտրելով մանկապարտեզ իր երեխայի համար այս շեշտադրությունը կդնի այլ լապտերիկում այսա կա, ես կգնամ դրա հետևից։ Ինչն է այն յուրահատկությունը, ինչումն է այն յուրահատուկ ոճը, գիծը, հոտը, համը, որտեղ այդ յուրահատուկ գույնը, որ հենց այստեղ միայն լապտերիկում կգտնենք։ Դա ավելի շատ պետք է երևի իմ ծնողներին հարցը տակ, բայց երբեմն լսում եմ, երբ որ երեխային նոր բալիկ են մեզ մոտ վերում, ծնողը խոսում է, ասում են, ձեզ մոտ ավելի շատ մաթեմատիկական ուղղվածություն ունի, հա, մանկապարտեզը, բնականաբար մաթեմատիկական ուղղվածություն չունի մանկապարտեզը, երբ որ, այսպես ասեմ, սինխրոն բոլոր մեթոդիկաները այսպես տարվում է, նորից ոնց որ այդ թեմային անդրադարձանք, երեխայի մոտ բնականաբար արդեն ավելի զարգանում է մաթեմատիկական մտածողությունը, որովհետև մենք խոսում ենք երեխաների երկու կիսագնդերի մասին, վարժանքներ եւ այլն, բայց որ ասեմ ինչ որ կա ինչ որ տենց առանձնահատուկ, հա, կրթության մոդել, մենք մեր կրթության մեջ շատ ենք օգտագործում ռեջիո մոտեցումը եւ նաեւ ունենք շատ այսպես մեր սիրելի ամեն դեպքում ֆինական կրթության դու էլ իմ այո ֆինական կրթությունը գիտեք երբեմն ասում են այլընտրանքային ծրագիր չէ դա այլընտրանքային ծրագիր չի դա ընդհանրապես քո ծրագիրն է նույն քո ծրագիրը բայց մատուցումն է դառնում արդեն ուրիշ հա եթե ռեջիո ուսումնասիրենք ռեջիո մոտեցումը vocation-ված պարապմունքները այդտեղ երեխայակենտրոն Եվ երեխան ինքն է ընտրում, երեխան ինքն է թելադրում, ինչպես լինի պարապմունքը։ Ես չեմ ուզում դեղին թղթի վրա աշխատեմ, ինչու ենք մենք նրան պարտադրում, որ նա աշխատի դեղին թղթի վրա։
գուցե նա նախընտրում է մեկ ուրիշ մի բան աշխատանք։ Այսինքն մեր ցանկացած պարապմունքների ժամանակ երեխան ինքն է ընտրում այդ ժամանակ ինքը անի ապլիկացիան, թե անի օրինակ ձեփակերտում կամ ինչ-որ տենց մի բան։ Իրականում 21-րդ դարի, հատկապես այս 2000-ական, ինչքան գնում ենք առաջ, յուրաքանչյուր երեխա կարծես թե իծն է։ Եթե իր ուզածով չլինի, դժվար է ինքը որևէ բան անի այդ պահին սիրով։ Դե ժամանակները դրան էլ հենց գալիս են ու դրա համար հենց այս պահին ավելի շատ ինքը շատ արդիական է այդ մոտեցումը եւ շատ ուրախ եմ, որ ինքս եւ նաեւ իմ աղջիկները եւս մեր դաստիարակները եւս վերապատրաստվել են ռադիո կրթությամբ որպես վերապատրաստված մասնագետներ են, այո, եւ շատ ուրախ եմ, որ բոլորը շատ լավ են դիապետում այդ մոտեցմամբ եւ պարապմունքներին նաեւ շատ ճիշտ եւ գեղեցիկ է ստացվում այդ շատ բնական, չէ՞ որ մենք բնական նյութերով ենք աշխատում։ Կարծես է փորձենք այսպես մի փոքր գնալ տրամաբանական ավարտին, շատ լավ է, կարծես թե ալգորիթմական, հա, այսպես մտածողություն զարգացնելով մի լավ սերունդ են կրթում եւ ես վստահ եմ 15, 20, 25, չգիտեմ քանի տարիներ հետո արժանապատիվ լավ քաղաքացիներ ենք ունենալու, ինչ համար շնորհակալ եմ այս ոլորտում աշխատող յուրաքանչյուր մեկից, ով իր ներդրումը ունի մեր սաների դաստիարակության եւ զարգացման գործում։ Լապտերիկը, կարծես թե լսեցի, արդեն 6 տարի է գործում է։ Ճանապարհներ անցել ենք, զարգացումներ ունեցել ենք, մեծացել ենք, շենք ենք փոխել, տարածք ենք փոխել, լիքը լավ բաներ։ Ինչ նոր բաների ենք սպասելու, ինչ նորույթներ եւ ինչ նոր տեղեկույթ ենք այսօր որսում ձեզանից լապտերիկի հետ կապված։ Ծնողների խնդրանքը միշտ եղել է դպրոցի մասով։ Բացել դպրոց, բայց ցավոք Արարատում այդպես տարածքի խնդիր միշտ կնշեմ այդ պահը, հա, իրականում շենքային պայմաններ չենք կարողանում գտնել, դրա համար երևի թե Արարատում ամեն դեպքում այսքանով սահմանափակվենք եւ հաջորդիվ արդեն զարգացումները կլինեն Երևան քաղաքում։ Իսկ եթե դպրոց չլինի լապտերիկում, ապա լապտերիկը մեկ այլ մասնաճյուղը հնարավոր է ունենա արդեն որպես մանկապարտեզ։ Նախատեսում եմ Երևանում կլինի նախադպրոցական կրթությամբ, այդպես բարձրացող արդեն, հա, ինքը կլինի կրթօջախ։ Շատ լավ է, Աստված եւ թող օրհնյալ լինի այն նոր լապտերիկ մանկան կենտրոնը կամ դպրոցը, որտեղ էլ ուզում է հիմնվել։ Թող իր մոտեցումները, իր սկզբունքները ամուր պահի եւ վստահ եմ, որ լավ սերունդ կկրթի։ Ինչ նորույթներ եւ նոր պլաններ ունեք, թող որ Աստծո օրհնված լինեն։ Ամեն։ Հիմա ուզում եմ հասկանալ, մի այսպես 2 օր բարակ շատ զրուցեցինք այս ոլորտի հետ կապված։ Արդյոք այս մանկան կենտրոնի լապտերիկ մանկան կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը իրեն հաջողված մեկն է համարում։ Օ, շատ հաջող։ Ես կարծում եմ բոլորն են, հա, բոլորս ենք հաջողված։ Դուք հաջողված եք։ Ես հաջողված եմ։ Ահա, հիմա մեզ պետք է ասեք, ինչու՞մն է ձեր հաջողության գաղտնիք, այդ գրավականը, որ մենք եւ մեզ դիտողները եւս մոտիվացվեն ու հասկանան, չէ, այ եթե սա ես էլ ունենամ, ես էլ կլինեմ հաջողված։ Թամարա ջան, իրականում մարդկանց վախերն է, որ բերում է նրան, որ իրեն սկսում են անհաջողակ համարել։ Բոլորս էլ հաջողակ ենք։ Այստեղ շատ ամենակարևորը այն հավատն է ինքդ քո հանդեպ, առաջինը, եւ բնականաբար նաեւ դիմացինի եւ ձեզ մի բան ասեմ, անհաջողություն չկա։ Կա ուղղակի սյուժեի փոփոխություն։ Լավն է։ Այո։ Որովհետև դու ինչ-որ մի կետի գալիս ես, դու ես փոխում այդ սյուժեն։ Բոլորս հաջողակ ենք։ Պարզապես երբեմն այդ սյուժեների փոփոխությունները ընդհանրապես մեր սրտով չեն լինում, կամ մեր պլաններում չեն լինում։ Okay, ուրեմն ամենակարևորը եւ սկզբում եւ ընթացքում չպետք է մոռանալ որն է քո նպատակը։ Ամենաառաջին հերթին իմ մոտ, եւ որ ես ուզում եմ հետհայաց գցել, եւ ես ինձ նորից այն կետի վրա եմ բռնացնում, որ այն նպատակը, որի ես եղել եմ կանգնած ակետում, այս պահին էլ է դա, եւ ապագայում էլ երբ ուր էլ կհասնեմ, իմ նպատակը մեկն էր։
Եվ գիտեք ինչն էր ամենակարևորը, երբ որ ես սկզբնական շրջանում փորձում էի բացել լապտերիկը, իմ համար ես առաջին հերթին ասում եմ, սա բիզնես չեմ դիտարկում։ Բայց տարիներ հետո ես սկսեցի արդեն իրեն բիզնես էլ դիտարկել, ինչու, որովհետև դա էլ է գրագիտություն։ Ես փորձեցի նաև ուսումնասիրել մարքեթինգը, որովհետև երբ որ դու մի ուսուցիչ վեր ես կացել ու փորձել ես բացել մանկապարտեզ, ինչ ուզում է լինի, այդտեղ կան նրբություններ, հա, կառավարելու, առաջնորդելու եւ շատ այլ նրբություններ։ Եվ ես ընդհանրապես խորհուրդ կտամ իմ մեր լսարանին, հա, այսպես ասեմ, որ ցանկացած գործում նրանք առաջին հերթին լինեն վստահ, բոլոր վախերից ձերբազատված եւ ամենակարևորը իրենց հավատան եւ ամեն ինչ կլինի ճիշտ ու օրհնված։ Հրաշալի է, սիրելի Ռուբինա, թող որ օրհնված լինի լապտերիկի հետագա կյանքը եւս, ուր էլ որ գնաք, ինչով էլ զբաղվեք, թող նպատակները ամուր բռնած լինեք եւ դժվարություններն ու եկող փոթորիկները պարզապես կողքով անցնեն, միայն մեծացնեն, զարգացնեն եւ շնացնեն ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ ենք մենք նաեւ հրավերի համար եւ գեղեցիկ ու մոտիվացնող զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Դե ինձ սիրելիներս, լապտերիկ մանկան կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Ռուբինա Դավթյանը մեզ պատմեց, թե ինչպես վերցրեց մի օր մի մեծ նպատակ, որը երբեք օրերի, դժվարությունների, փոթորիկների եւ հաջողությունների մեջ չմոռացավ, այլ անընդհատ հիշեց իր նպատակը եւ քայլեց առաջ։ Երանի թե մենք յուրաքանչյուրս մեր սկսած գործում, մեր երազանքների հետևից գնալուց միշտ հիշենք մեր նպատակները, մեր սկզբնային նպատակները, այդ մաքուր եւ գնանք դրանց իրագործման հետևից։ Եվ թող որ այդ ուղին լինի հաստատակամ, վախերով զերծ եւ ինքներս մեզ հավատալով գնանք առաջ։ Դե ինչ, գուցե մի օր էլ դու գաս այստեղ, նստես մեր տաղավարում եւ շատ հանգիստ ասես, ես հաջողակ եմ։